Ինչպես տենիսի մարզիչը դարձավ քաղաքական գիտությունների թեկնածու, հայտնվեց սրբազան պայքարի կիզակետում, ապա սկանդալով հեռացավ, որ միայնակ պայքարի երկրի ղեկավարի պաշտոնի համար։ Սուրեն Պետրոսյանը ծնվել է 1988-ին Երևանում։ Առաջին կրթությամբ տենիսի մարզիչ է։ Հետագայում ստացել է քաղաքագիտության եւ կառավարման մագիստրոսի աստիճաններ։ 2014-ից 2016 թվականներին աշխատել է տրանսպորտի եւ կապի նախարարությունում որպես վարչության պետ։ Քաղաքական ակտիվ գործունեությունը սկսեց 2019-ին ժողովրդական համախմբում նախաձեռնությամբ։ 2021-ին դարձավ նույնանուն կուսակցության նախագահը։ Պետրոսյանը ակտիվ է նաև YouTube-ում։ Տեսանյութերը հիմնականում վերլուծական են հայոց եւ համաշխարհային պատմության մասին։ 2024-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տավուշը հանուն հայրենիքի կամ սրբազան շարժումը։ Այն դեմ էր Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու գործընթացին։ Նաև պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սուրեն Պետրոսյանը շարժման առանցքային դեմքերից մեկն էր։ Նույն տարվա հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին շարժման մասնակիցների նկատմամբ։ Այդ օրվանից Սուրեն Պետրոսյանը այլևս շարժման շարքերում չէր։ Բագրատ Սրբազանին նա ասել էր, որ իրեն առևանգել են։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա արտերկրում էր։ Սրբազան շարժման շարքերը լքելուց հետո Սուրեն Պետրոսյանը լրագրողներին ասել էր, որ շարժումը մարել է եւ ինքը միայնակ է մասնակցելու ընտրություններին։ Ինչ է կարծում Սուրեն Պետրոսյանին ու նրա կուսակցությանը կհաջողվի հաղթել այս քաղաքական մեծ խաղում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք հետքին, որ կարևորի մասին առաջինը իմանաք։